Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգին Սրբո ամեն։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ։ Այսուհետև խորագետ եղեք օձերի պես եւ միամիտ աղավնիների պես։ Զգուշացեք մարդկանցից, որովհետև պիտի մատնեն ձեզ ատյանների եւ պիտի տանջեն ձեզ իրենց ժողովարաններում։ Ձեզ պիտի տանեն կուսակալների եւ թագավորների առաջ իմ պատճառով, որ իմ մասին վկայություն տաք նրանց եւ հեթանոսներին։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև այդ ժամին ձեզ կտրվի, ինչ որ պիտի խոսեք, քանի որ ոչ թե դուք եք, որ պիտի խոսեք, այլ ձեր հայրը, ձեր հոր հոգին, որ պիտի խոսի ձեր միջոցով։ Եղբայրը եղբորը մահվան պիտի մատնի, եւ հայրը որդուն, եւ որդիները հայրերի դեմ պիտի ելնեն, եւ նրանց պիտի սպանեն։ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, իսկ ով մինչև վերջ համբերի, նա պիտի փրկվի։ Քրիստոսն այս խոսքերն ասաց իր աշակերտներին եւ իր աշակերտներից հետո բոլոր իրեն աշակերտողներին, բոլոր իրեն հետևորդներին, այսինքն Քրիստոս զգուշացրել է եկեղեցուն, որ անընդհատ նեղություններ եւ հալածանքներ պիտի լինեն։ Դուք պիտի լինեք ոչխարների պես, գառների պես, որոնք գայլերի մեջ են։ Բայց ասում է իմաստուն եղեք, խորագետ եղեք եւ նաեւ միևնույն ժամանակ միամիտ եղեք, մեկ մտքի եղեք, ուղիղ եղեք, շիտակ եղեք, պարզ եղեք, բայց նաեւ իմաստություն ունեցեք, խորագետ եղեք։ Եվ ասում է հալածանքներ պիտի լինեն։ Պիտի մատնեն ատյանների, բանտերի, տեսակ բաների։ Մենք գիտենք, եկեղեցում առաջի դարերում, հալածական ժամանակներում եկեղեցի, առաջինից 4-րդ դարերում շատ հալածանքներ ա եղել եկեղեցու մեջ։ Սոսկալի հալածանքներ եւ շատ ու շատեր նահատակվել են Քրիստոսի անվան համար։ Այսօր էլ աշխարհի մեջ հալածանքներ կան, այսօր էլ քրիստոնյաներ նահատակվում են աշխարհի մեջ։ Մենք ինքներս տեսել ենք այդպիսի դեպքեր մի քանի տարի առաջ, երբ իսլամական պետություն կողջված այդ վայրագները, թե ինչպես էին ուղղակի մարդկանց քրիստոնյա լինելու համար մեր ժամանակներում մորթում, նահատակում։ Մեզանում էլ այսօր հալածանքներ կա։ Զուտ նրա համար, որ դու քրիստոնյա ես, որ դու քրիստոնյական եկեղեցու մեջ ես, որ դու քրիստոնյա եկեղեցու հոտի անդամ ես։ Այսպիսի հալածանքներ եղել է, կա ու պիտի լինի, այսինքն մենք չզարմանանք եւ սրանից շատ չհուսահատվենք կամ թևաթափ չնեղվենք, այլ ընդունենք, որ այտենց էլ պիտի լինի։ Ավետարանում մեր Տերն ասել է, ուրեմն պիտի լինի։ Եվ նույնիսկ քաջալերել է մեզ։ Ինչով է քաջալերել։ Ասում է մի վախեցեք, ես ձեզ հետ եմ լինելու։ Մի մտածեք, թե ոնց պիտի ասենք, ոնց պատասխան պիտի տանք, ինչ պիտի անենք։ Ձեր հոր հոգին ձեզ պիտի առաջնորդի եւ ինքը ձեզ պիտի խոսեցնի։ Ինքը ձեր փոխարեն պատասխան պիտի տա։ Բայց ասում է պիտի համբերեք մինչև վերջ։ Եվ ով որ համբերի, չհուսահատվի, չհուսալքվի, թևաթափ չլինի, հույսը չկորցնի, նա է որ պիտի փրկվի։ Մեր Տերը խոսեց իր աշակերտներին, առաքյալներին, բայց խոսեց առաջի դարի հայրերին, խոսեց սրանով երկրորդ դարի, երրորդ դարի, չորրորդ դարի, 5-րդ դարի քրիստոնյաներին եւ մինչեւ մեր օրերը 21-րդ դարի քրիստոնյաներին նույնն է ասում Տերը։ Մեր եկեղեցին մեծ պահքի առաջին շաբաթ օրը կատարում է Թեոդորոս Զորավարի հիշատակը։ Ով էր Թեոդորոս Զորավարը։ Ասում է ծնվել էր Ամասիա քաղաքում, քրիստոնյա ծնողների զավակ էր, մայրը շատ վաղ մահացավ, ինքը դեռ մանուկ էր, հայրը իրեն կրթեց, մեծացրեց, դաստիարակեց եւ երբ երիտասարդ դարձավ Թեոդորոսը, իր քաջության, ուժի, ուշիմության համար տարածքի զորահրամանատարը իրեն վերցրեց բանակ ծառայության։ Իրեն
առաջարկեցին բանակի մեջ պաշտոնի բարձրացում, բայց ինքը հրաժարվեց։ Ասեց, ես գերադասում եմ Քրիստոսի պարզ զինվորը լինել, քան թե այս աշխարհի բանակի հրամանատար լինել, զորավար լինել։ Թեև մենք այսօր նշում ենք իրան որպես զորավար, այդպես է տոնացույցի մեջ գրված, Թեոդորոս զորավարի հիշատակը, բայց ինքը պարզ զինվոր է եղել, զորավար չի եղել։ Եվ երբ 304 թվականին Դիոկլետիանոս կայսեր հալածանքները սկսեց քրիստոնեական եկեղեցու դեմ, Թեոդորոսը ինչ արեց, ստիպում էին մարդկանց, որ կուռքեր պաշտեին, Քրիստոսից հրաժարվեին։ Թեոդորոսը որոշեց ապացուցել, որ ինչ որ դուք ստիպում եք, հիմարություն է կուռք պաշտելը։ Եվ ինչ արեց, գնաց իրենց քաղաքի մերյանը այրեց։ Եվ ամբողջ կուռքերին փոշու վերածեց, մոխրի կույտի, ասեց սրան եք պաշտում։ Սրանք մոխիր են, սրանք փոշի են, միթե սա ձեր աստվածներ։ Եվ երբ իրեն բռնեցին, ինքը չմերժեց, ասեց այո, ես եմ այրել, լավ եմ արել, որտեղ դրանք աստվածներ չեն։ Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, Աստված սուրբ երրորդությունն է, որի ես պաշտում եմ ու երկրպագում։ Եվ սոսկալի չարչարանքների ենթարկեցին։ Բայց ինչ էր անում Թեոդորոսը, ասում է բանտում, ոտքերը, ձեռքերը կապանքների մեջ ինքը սաղմոսում էր, սաղմոս էր ասում։ Կարևոր բաներ է սրանք, որ մեզ ուղերձներ է։ Մենք այսօր մի թեթև նեղությունների մեջ, իր հետ համեմատած մի թեթև նեղությունների մեջ, ինչ նեղություն է, որ այսօր, հա? Հələ մի լուրջ բան չեն արել, ընդամենը խոսում են հələ։ Կարող է օրը հասնի անելու է, հա, բայց մենք խառնվել ենք իրար, բան ենք անում։ Ասում սաղմոս էր կարդում, սաղմոս էր ասում, աղոթք էր անում, իր պաշտամունքն էր անում։ Եվ իր վերջո ասում է 306 թվականին դատավորը վճիռ կայացրեց, որ ինքը այրել է Մեհյանը, ուրեմն իրեն էլ պիտի այրելով սպանեն, նահատակեն, եւ այրեցին խարույկի վրա սրբին։ Մի կողմից Սուրբ Թեոդորոս զորավարը այրեց Մեհյանը, այսինքն մեղք այրեց, մաքրեց։ Ներսեր շնորհալին ասում է, հուր կենթանի Քրիստոս, ըս հուր սիրո քո զորարկեր երկիր, բորբոքյա անձնիմ, իմ այրի մեջ բորբոքի քո սիրո հուրը, որպեսի այրի իմ ներսի աղտը, մեղքը եւ մաքրի ինձ մեղքերից։ Հիմա այս մեղք այրելու խորհուրդն ուներ այս Թեոդորոս զորավարի Մեհյան, որտեղ մեղքը Մեհյանն էր, հա, կռապաշտությունն էր, որ մարդկանց Աստծուց կտրել էր, տարել էր ծուր ճանապարհով, կործանման ճանապարհով, գեհենի ճանապարհով, եւ ինքը մեղքը այրեց ու վերացրեց։ Եվ երկրորդ իրեն այրեցին վերջում։ Իր այրվելն էլ ողջակեց էր Աստծուն։ Ինքը ողջակեց, որպես ինքն իրեն մատուցեց Աստծուն։ Ինքը պատրաստ էր դրան, որ ինքն էլ որպես անուշահոտ պատարագ ողջակես կենթանի մատուցվի Աստծուն եւ այսպես մատուցվեց Աստծուն։ Սրանք կարևոր բաներ են։ Այս տեսակ հովերով մենք չտարվենք, սրանք պիտի գան, գնան, պիտի մնան աշխարհի մեջ մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը պիտի լինի այս ամեն ինչը։ Բա մենք ինչ անենք։ Մենք մեր մեջի, մեր հոգիների աղտը մաքրենք, մեր մեջի մեղքը մաքրենք, այրենք, սրբենք, մաքրենք եւ մեր անձերը որպես ողջակես ընծայաբերենք, նվիրաբերենք Աստծուն։ Այս շատ կարևոր է այսօրվա համար, որ մենք այս բաները հիշենք։ Լինելու է, ամեն ինչ էլ լինելու է, ամեն ինչ էլ անելու է։ Բայց Քրիստոսի եկեղեցին հաղթանակած է։ Քրիստոսի եկեղեցին միշտ հաղթում է եւ Քրիստոսին հետևորդները միշտ հաղթանակած են, ինչպես Թեոդորոս զորավարը հաղթեց եւ մնաց պատմության մեջ
դարեր շարունակ որպես սուրբ նահատակ, սուրբ ողջակեզ եւ այսօր երկնքում բարեխոս է մեզ համար։ Եվ այսօր մենք հավաքվել ենք այստեղ մեծի պահոց առաջին շաբաթօրը իր հիշատակը կատարելու։ Եվ խորհրդանշական է, որ եկեղեցու հայրերը այս տոնացույցը կազմելիս հենց առաջի շաբաթ օրը, առաջի սրբի տոնը դրել են զորավարի տոն, հա, այսինքն սա ինչ է ասում։ Հիշենք Թեոդորոս զորավարի խոսքերը, որ ասում են, ես գերադասում եմ Քրիստոսի զինվորը լինել պարզ, հա, քան թե այս աշխարհի իշխան լինել, քան թե այս աշխարհի մեջ զորավար լինել։ Ուրեմն այս խոսքերը ուղղված է մեզ, մենք ամեն մեկս պարտավոր ենք Քրիստոսի զինվոր լինել, Քրիստոսի եկեղեցու, Քրիստոսի բանակի զինվոր լինել։ Իսկ զինվոր ինչ է նշանակում։ Զինվոր նշանակում է մարտնչող, զինվոր նշանակում է պատերազմի մեջ մտնող։ Մեր պատերազմը հավատքի պատերազմ է, եւ մենք այս պատերազմի մեջ պիտի զինվորություն անենք։ Եվ այսօրվա թուղթն էլ Պողոս Առաքյալի, որ ընթերցվեց մեզ, այս մասին է եւ մեզ քաջալերում է, ինչ էր ասում Պողոս Առաքյալը։ Բայց պիտի իմանանք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կաչվեցին նրա նախասահմանումով։ Ուրեմն ամեն ինչ, նույնիսկ թվացյալ չարիքները, վշտերը, փորձությունները, նեղությունները, նահատակությունները բարիքի են ծառայում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Եվ իսկապես այսօրվա փորձությունները, այսօրվա եկեղեցու վրա կատարվող տեսակի հարձակումները, նետահարումները, չգիտեմ, սրանք միմիայն օգտակար են եկեղեցու համար։ Ինչի՞։ Եկեղեցու զորացման համար, ուժեղացման համար, պնդացման համար, փորձությունների մեջ անցնելով, հա, ավելի լավը լինելու համար, ասում է, ոսկին մաքրվում է կրակի բովում։ Մարդը մաքրվում է, քրիստոնյան մաքրվում է, եկեղեցին մաքրվում է փորձությունների բովում։ Ուրեմն, երբ որ փորձություն չի լինում, մարդը մի տեսակ հայտնում է գաղթ վիճակի մեջ, լճացած վիճակի մեջ, ընկած վիճակի մեջ, հա, բան չկա, ինչ անես, հա, սովորական սենց ապրում ենք, բայց երբ որ փորձություն է լինում, մարդը սկսում է սթափվել, վեր կենալ, հա, այս բան եկել գլխի, սրա դեմ պիտի առնենք, թե չառնենք, սրա դեմ մենք պիտի պայքարենք, թե չպայքարենք, հա, ու մենք սկսում ենք մտածել, հա, ինչու եկավ, որտեղ ընկանք, որտեղ թուլացանք, որտեղ տկարացանք, ինչն էր մեր սխալը, ինչն էր մեր թերությունը, եկեք մտածենք, եկեք շտկենք, եկեք վերացնենք այս ամեն ինչը։ Այսինքն Սուրբ Գիրքը հենց այնպես չի ասում է ամեն ինչ բարիքի գործակից է լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն։ Ուրեմն մենք մի բան ճշտենք մեր մեջ, մենք սիրում ենք Աստծուն, թե չենք սիրում։ Եթե մենք սիրում ենք Աստծուն, ուրեմն այս ամեն ինչը բարիք է մեզ համար։ Այս ամեն ինչը բարիք է, եւ մեզ այս ամեն ինչից մենք բարիք ենք անելու։ Բարիք ենք անելու։ Կարող է նույնիսկ մենք չտեսնենք, չհասկանանք, հա, ինչ բարիք կարա լինի սրա մեջ։ Ինչ բարիք կարա լինի, հա, օրինակ Միքայել Սրբազանի բանտարկության մեջ, կամ Բագրատ Սրբազանի, կամ մյուսների ինչ բարիք կարա լինի։ Բանտում մարդուն պահեցին ամիսներ շարունակ, չգիտեմ, առողջություն քայքայեցին, բայց հաստատ դրա մեջ բարիք կա։ Բա Գրիգոր Լուսավորչը ինչ բարիք ունեցավ Խոր Վիրապում։ Բարիք ունեցավ, Աստծո հետ էլ գիշեր ցերեկ։ Եվ երբ որ դուրս եկավ Խոր Վիրապից, այնքան լույս կար մեջը, որ ամբողջ Հայաստան աշխարհը լուսավորեց։ Հո մինչև Խոր Վիրապ մտնեն ինքը լուսավորիչ չէր։ Լուսավորիչ եղավ Խոր Վիրապից դուրս գալուց հետո։ Բարիք էր, թե բարիք չէր։ Բարիք էր, այդ թվացյալ չարիքը բարիք էր։ Հիմա ինչ գիտենք, ինչ բարիք կա, միայն պետք է սիրել Աստծուն, սիրել Աստծուն այնպես, ինչպես սիրեց Գրիգոր Լուսավորիչը, ինչպես սիրեց Թեոդորոս Զորավարը, որ պատրաստ էր իր անձը ողջակիզելու, որպես ողջակեզ, հա, Աստծուն ընծայելու։
Այսպես պետք է սիրել, որտեղ ասում է սիրողների համար Աստված ամեն ինչ բարիք դարձնում։ Եվ այն խոսքերը, որն ասում է Պողոս առաքյալը առաջին դարում, որը կրկնեցին մեր հայրերը 5-րդ դարում, Վարդանանք, Ղևոնդյանք, Վարդանանք կրկնեցին 5-րդ դարում եւ պարտավոր են կրկնել մենք 21-րդ դարում։ Ոչ միայն կրկնել, այլ ապրել։ Ինչ է ասում։ Արդ ով մեզ պիտի բաժանի Քրիստոսի սիրուց, տառապանքը, թե անձկությունը, հալածանքը, թե սովը, մերկությունը, թե վտանգները, սուրը, ինչպես գրված է, քեզ համար ենք մեռնում ամեն օր, համարվեցինք որպես ոչխարներ սպանդի համար, բայց այս բոլորից էլ ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ, որովհետև վստահ ենք, թե ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ այլ բաներ, որ կան այժմ, ոչ էլ գալիքները, զորությունները, ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ ուրիշ արարած, չի կարող բաժանել մեզ Աստծո այդ սիրուց, որ կա մեր Տեր Հիսուս Քրիստոսով։ Այս սիրո մեջ պետք է մնալ։ Ուրեմն աղոթենք, խնդրենք, որ Թեոդորոս Զորավարը այն սերը, որ ուներ Քրիստոսի հանդեպ, որ իրեն մղեց քաջ զինվորության, որ իրեն մղեց կուրքերը այրելու այս աշխարհի միջից, մեզ էլ իր բարեխոսությամբ օգնի այդ սիրով վարվելու, որ մենք էլ այրենք մեր մեջի կուրքերը, եւ պատրաստ լինենք մեր անձերը ընծայաբերելու Աստծուն, ինչպես ինքը ընծայաբերեց իր անձը։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենից հետ լինի, ամեն։ Սուրբ Թեոդորոս Զորավարի բարեխոսությամբ։ Օրհնյալ Գեղեցիկ շնորհած Սուրբ Հոգուն, երթայքի խաղաղություն եւ Տեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդ ամենեսյանս, ամեն։